Հիմա այս ամրացումը կամ կոնսոլիդացիան որքանով է ձեռնտու Թրամփին, նրա հաշվարկներում կար, որ կարող է այսպիսի միասնական դիրքորոշում լինել եւ արդյոք ռազմական օգնության դադարեցման պայմաններում Եվրոպան կկարողանա իսկապես անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ բացը լրացնել Ուկրաինային։ Թրամփի հաշվարկը այս պահին արդեն ակնհայտ է եւ շատ բարձր է, ես կասեի բարձունակ։ Թրամփը ուզում է, որպեսզի Եվրոպան չլինի միասնական։ Թրամփը վախեցնում է Եվրոպային։ Թրամփը սովորել է, որ Եվրոպայում բավականին երկար ժամանակ մեր թեթև քաղաքական գործիչներից մեկի այսպես արտահայտությունը եվրոյոնջա։ Գիտեք, եվրոյոնջաների ժամանակը անցել է։ Եվ այստեղ Թրամփի հաշվարկը ես չեմ կարծում, որ կարդարանա։ Իսկ եթե Եվրոպան միասնական եղավ, կարող է վաղ այնպես լինել, որ ԱՄՆ-ն իզոլացված մնա միջազգային շատ լուրջ իրավիճակներից, միջազգային հարաբերություններից եւ ամենակարևորը եվրոպական մարտհամակներից։ Սա Ամերիկայի համար հավասարազոր է աշխարհաքաղաքական խոշոր պարտություն։ Եվ այդ պարտությունը, եթե դա տեղի ունենա, ես վստահ եմ, որ դեմոկրատները միանգամից կկապեն Թրամփի հետ եւ դա լինելու է իրական։ Եվ դա չի կարող իր հետևանքները չունենալ եւ գալիք միջանկյալ ընտրություններին ԱՄՆ-ում եւ նախագահական ընտրություններին, որոնք դեռ 4 տարի կա։ Այնպես որ ամեն ինչ այդպես էլ պարզ չէ։ Ես նորից եմ ասում, կա մեկ եթե Եվրոպան կլինի միասնական թե ոչ, եթե Եվրոպան լինի միասնական, որևէ խնդիր նրանք չեն կարող ունենալ, որովհետև նրանք շարունակում են մնալ աշխարհում թիվ 1 տնտեսությունը Միացյալ Եվրոպայի մասին է խոսքը գնում եւ այս հակամարտությունում ԱՄՆ-ն եւ անձամբ Թրամփը հաստատ չեն շփվել։ Եվ երկրորդ հարցը արդյոք Եվրոպան իզորու է այդ բացը լրացնել ռազմական աջակցության դադարեցման։ Շատ դժվար է լինելու առանց ԱՄՆ-ի, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Եվ բացի դրանից, գիտեք, ԱՄՆ-ում ինքնասպաններ չեն քաղաքական։ Նրանք եթե համոզվեն, որ Եվրամիությունը գնում է այդ ճանապարհով, եթե նրանք համոզվեն, որ Եվրամիությունը օգնում է Ուկրաինային, Ուկրաինան շարունակում է դիմադրել, իսկ Եվրամիությունը օգնում է Ուկրաինային եւ Ուկրաինան շարունակում է դիմադրել, նրանք ինչ որ X պահից, հա, այդ ռազմական օգնության դադարեցումը, որ այս պահին Թրամփը անում է, հենց ինչ են ասում դադարեցում։ Ես կարծում եմ այն կվերականգնվի եւ այդ դեպքում արդեն իրավիճակը լրիվ կլինի։ Պարոն Ստեփանյան, Զելենսկին հայտարարեց, որ ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային կենսական նշանակություն ունի։ Եթե այս գիտակցումը կա նրա մոտ, ապա ինչու տեղի ունեցավ այն միջադեպը, որին մենք ականատես եղանք Սպիտակ տանը, եւ արդյոք ԱՄՆ պաշտոնյաների այդ քննադատությունները, դիտողությունները հագուստից մինչև պահված կարդարացված չեն։ Ես ուշադիր դիտեցի այդ թատերական ներկայացումը Սպիտակ տանը եւ ես նկատեցի մի քանի, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես կարող եմ սխալվել, ոչ մեկին չեմ ստիպում դա ընդունել, սա ուղղակի վարկած է։ Թրամփը շատ մանրախնդիր, քինախնդիր մարդ է։ Նա չի կարող Զելենսկուն ներել, այն որ Զելենսկին դեմոկրատների հետ էր, այն որ Զելենսկին ցանկանում էր, որ դեմոկրատները հաղթեն, այն որ Զելենսկիի հարաբերությունները Բայդենի եւ դեմոկրատական ադմինիստրացիայի հետ շատ ավելի լավն են, քան թե իր հետ։ Թրամփը պահում է իրեն որպես նեղացած երեխա։ Եվ հաշվի առնելով Թրամփի տարիքը, որը շատ պատկառելի է դեպ քաղաքական գործչի համար, այդ երեխա եւ մեծահասակ անալոգիան ես կարծում եմ տեղին է։ Ամենակարևորը այս ամենում ինչու է այդպես իրեն պահում Զելենսկին։ Զելենսկին չի վստահում Թրամփին։ Չի վստահում։ Նրան պետք են անվտանգային երաշխիքներ։ Թրամփը անվտանգային երաշխիք հստակ չի տալիս։ Թրամփը ասում է մենք գործարք կկնքենք, այդ գործարքը կկնքենք, Պուտինը հիմար չի, եթե գործարքը կնքվենք, Պուտինը այլևս չի հարձակվի։ Ես երեք այդ անալոգիան արդեն արդյոք ունեցա տանեի, հիմա նորից դա կանեմ։ Իրավիճակը իհարկե մասշտաբները տարբեր են, բայց շատ նման է 20 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ, որի հետագա ճակատագրի իրականացման վրա որևէ լծակ չուներ։ Եվ մենք տեսանք դա ինչի բերեց։
Հիմա նույն բանը մենք կարող ենք ասել Զելենսկու մասին։ Զելենսկին չի ցանկանում ստորագրել նախակապիտուլյացիա։ Իսկ այս պայմանագիրը Ուկրաինայի համար դա նախակապիտուլյացիա է։ Ինչու՞։ Որովհետև եթե Զելենսկին դա ստորագրում է, հետագա ընթացքը կոնֆլիկտի կառավարման Զելենսկին չի տնօրինելու կամ տնօրինելու է մասամբ։ Առաջին հերթին, եթե Եվրոպան այդ ձեռքերը լվա։ Տնօրինելու է Թրամփը եւ Պուտինը, որոնք կարող են պայմանավորվել նրա մեջքի ետևում, կարող են սկսել տարածքներ կիսել ուկրաինական տարածքների մասին։ Այսինքն անել այն, ինչ անում էր Պուտինը, Էրդողանը եւ Ալիևը հետ, այո, մեր գլխին, ինչը կոչվում էր փարոխիզացիա, ինչը կոչվում էր 22 թվականի ջերմուկ եւ այլն եւ այլն եւ այլն եւ ինչը ավարտվեց Արցախի հայաթափմամբ։ Զելենսկին այդ ամենը տեսել է ժամանակին։ Ես նորից եմ ասում, մասշտաբները տարբեր են, բայց դա շատ նման է իր էությամբ եւ իր բովանդակությամբ։ Ապես որ այդ վստահության պակասն է, ես կարծում եմ, թիվ 1 խնդիրը, որ Զելենսկուն ստիպել է հրաժարվել այդ գործարքից այս պահին։ Իրավիճակը սա շատ կարևոր է նշել։ Իրավիճակը կարող է փոխվել եւ այդ պայմանագիրը կարող է կնքվել, եթե Թրամփը այդ երաշխիքները տա։ Պայմանագիրը հանքերի հանքային այդ պաշարների հետ կապված եք ասում, թե բուն խաղաղության հաստատման։ Ինչ է նշանակում հանքերի պայմանագիր։ Դա նշանակում է առաջին աստիճանը, որը տանում է բուն այսպես կոչված խաղաղության հաստատման։ Ես չեմ հավատում խաղաղության հաստատման եւ ես հավատում եմ, որ կարող է լինել հրադադարի պայմանագիր, այնպես ինչպես դա եղել է 20 թվականի նոյեմբերի 9-ին։ Դրա համար սա չի կարող լինել հիմնարար փաստաթուղթ, Զելենսկին դա շատ լավ հասկանում է եւ պահանջում է հավելյալ երաշխիքներ, որը Թրամփը չի տալիս։ Եվ այդ նեղացած երեխայի վարքագծի առումով ինչ սպասել, եթե իր այդ խոստումը հնարավորինս շուտ հասնելու պատերազմի ավարտին չի կատարվում։ Այսինքն սա նրան մղելու ավելի կոշտ, ավելի բացասական։ Տեսնում ենք ինչ է լինելու, ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի մատակարարումները։ Ռուսաստանի հետ կապված սպասել որ Ես շատ հորետես եմ այս առումով կամ երևի այս դեպքում կարելի ավելի ճիշտ կլինի ասել լավատես եմ։ Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները լավանալու են այն աստիճան, որ ԱՄՆ-ն հանի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, օրինակ։ Սա ունենալու է ինչ-որ իրավիճակային ժամանակավոր բնույթ։ Կսկսվի փոխվել իրավիճակը ԱՄՆ-ի ներսում, Թրամփը սկսելու է հետ նահանջել։ Եվ ես չեմ կարծում, որ ես կարծում եմ այսպես ասեմ ձեզ, որ շատ նման է լինելու իրավիճակը նրան ինչ տեղի ունեցավ 16 թվականին։ Այն ժամանակ էլ ինչ է ասում ես վերջ Թրամփը, Պուտինը ընկերներ են, նրանց միջև կներեք արտահայտության համար քիմիա կա եւ այլն, որ տեսանք վերջում ինչու դա ավարտվեց։ Վերջում Թրամփը սկսեց մատակարարել Ուկրաինային ջավելիններ։ Այն ջավելինները, որոնք չէր մատակարարում Օբաման։ Եվ Թրամփը ասաց էս վերջերս այդ մասին։ Այնպես որ դեռ շատ փոփոխություններ են լինելու այս փուլում սրացումը շարունակվում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև, սրացումը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև, որովհետեւ Թրամփը խաղ է խաղում։ Թրամփը հանել է դարձել է քաղաքականությունը վաճառքի առարկա։ Թրամփը ուզում է կնքել գործարք։ Ինչպես են կնքում գործարքներ Թրամփի նման մարդիկ բիզնեսում, հա, Ամերիկայում, Wall Street-ում ճնշում են գործադրում օպոնենտի վրա, գործընկերոջ վրա, ստիպում են նրան ընդունել խաղի կանոնները եւ այդ բիզնեսը կիսում են, մասնատում են, վաճառում են, գնում են, նույն բանը գնում է քաղաքականության մեջ, նա ճնշում են գործադրում։ Եթե Եվրոպան նորից ենք վերադառնում Եվրոպային, տեղի տվեց, հետևողական չեղավ, վճռական չեղավ, Թրամփը կհաղթի։ Եթե լինի հակառակը, եթե Եվրոպան միանալու է իր ջանքերը միացնելու եւ դուրս է գալուս ընդհանուր ճակատով, Թրամփը չի կարող հաղթել։ Իսկ եթե Թրամփը չի հաղթում, նա նահանջում է եւ շարունակվում է Ռուսաստանի նկատմամբ այն, ինչ եղել է մինչեւ Թրամփի գալը։ Հիմա այս իրադարձությունների ֆոնին, երբ նայում ենք տարածաշրջանի երկրներին, արձագանքներ որպես այդպիսին ակտիվ չկան։ Միայն Իրանի հոգևոր առաջնորդ հայտարարեց, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վրա հույս դնողները պետք է նայեն Ուկրաինային։ Մենք ունենք Էրդողանի հայտարարություն, որ աշխատում է հայ-ադրբեջանական այդ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Բաքվից քաղաքական հայտարարություններ, որքանով ես եմ հետևել առանձնապես չկան, միայն արձագանքում են շինծու դատավարություններին, սա ինչի մասին է վկայում տարածաշրջանի այս դիրքավորում, այսպես ասած, երկրում։ Նախ սկսենք Իրանից, ես նաև կնշեի երեք հայտարարությունը Այաթոլլահ Խամենեի,
որը որ վերջնականապես պնդեց, որ ԱՄՆ-ի հետ, Տրամպի ԱՄՆ-ի հետ պայմանավորվել անհնար է։ Այսինքն լինելու է կոշտացում Իրանի դիրքորոշման, նրանք շատ լավ հասկանում են, որ Տրամպը կարող է պահանջել միայն մեկ բան, վերջը դա իշխանափոխությունն է, ռեժիմի վերացումն է, իսկ հնար ինքնաոչնչացման պարզ է, որ այաթալլաները չեն գնա։ Այնպես որ դա մեկ։ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան շատ նորմալ է, սպասողական վիճակ է։ Մեր երկրները գլոբալ քաղաքականությունը որևէ բան չեն որոշում։ Մենք սպասում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է Տրամպը պատրաստվում անել, եթե պատրաստվում է անել մեր տարածաշրջանում։ Ես սպասողական վիճակի կողմնակից չեմ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այս փուլում շատ ակտիվ գործենք եւ փորձենք զուգորդենք մեր հարաբերությունների զարգացումը Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումով, սա որևէ կերպ իրար չի հակասում, սա լրիվ առանձին кейսեր են մեր քաղաքականությունում, կա շատ լավ հիմք, Եվրամիության դեպքում դա ՍԵՊԱ-ն է, իսկ ԱՄՆ-ի դեպքում դա այն խարտիան է, որը ստորագրվել է հունվար ամսին, դեռ դեմոկրատական ադմինիստրացիայի օրոք, այնպես որ բոլոր հիմքերը կան, աշխատելու դաշտը կա, հնարավորությունները կան, մենք էլ պետք է մեր հերթին ցանկություն ունենանք գործարք ընկել Տրամպի հետ։ Ինչի մասին է այդ գործարքը։ Դա կարող է լինել քաղաքական գործարք, դա կարող է լինել առևտրային գործարք, իսկ կարող է լինել առևտրային գործարք, որը շատ լուրջ ազդեցություն կունենա քաղաքականության վրա։ Առևտրային գործարքը հետևյալն է, մենք էլ ունենք հանքանյութեր, մենք էլ ունենք պաշարներ, որոնք հիմա օրինակ օգտագործվում են ռուսների կողմից։ Ինչու ոչ, մենք չենք կարող նաև փորձել աշխատել այն ուղղությամբ, որ այդ ռուսների օգտագործումը, որ նրանք օգտագործում են, նաև բերենք եւ փորձենք բալանսավորել նաև ամերիկացիների ներկայությամբ։ Տարբեր պրոյեկտներ կարող ենք առաջարկել, ատոմակայանի մասին բազմիցս ենք խոսել, հանքանյութերը դա երկրորդն է, երրորդը դա կոմունիկացիաներն են։